Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան բադարակի մասնակցած է Երևանի Սուրբ Խաչ եկեղեցվո մեջ։ Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարի մամլոխոսնակ Նվեր Գոստանյան հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե իբր Ղարաբաղեն բռնի դեղահանված անձերու ընկերային աջակցության ծրագիրները պիտի դադրեցվին։ Թիմադեդրի էջին անկրած է մեր հայրենագիցներու ընկերային աջակցության ծրագիրները կշարունակվին եւ գտնլայնին, թե բնակարանային ապահովության, թե զբաղվածության, թե ընկերային աջակցության ուղղություններով։ Մասնավորապես կշարունակվի Ղարաբաղեն դեղահանված ընտանիքներու բնակարանային ապահովման ծրագիրը, որը ընկերային պաշտպանության ոլորտի ամենեն մասշտաբային ծրագիրները մեկն է մոտ $2 միլիարդ բյուջեով։ Կշարունակվի նաև Ղարաբաղեն դեղահանված առանձին խումբերուն դրամատրվող 30,000 դրամ աջակցությունը, որ մեկ օգտվի 44,000 անձ։ Կարիքավոր ընտանիքներուն ուղղված հրադապ ընկերային աջակցության ծրագիրի շահառու ընտանիքներու թիվը 6,000 է։ Այս բոլոր ծրագիրներու շրջանակները ներս հայրենագիցները փաստացի եւ շարունակապար կստանան pedagogan աջակցություն հագարակ ապա դեղեկատվություն տարածողներու բնդումներուն։ Թուրքիան Հայաստանի հետ սահմանային անցագետի բացման աշխատանքները գարակցնե, այս մասին հայտնած է թրքական բարբերականը նշելով, որ Իգդիրի նահանգապետ Ֆրատ Թաշոլար անցամբ ծանոթացած է Ալիջանի սահմանային անցագետը, որը հայկական կողմեն Մարգարայի սահմանային անցագետն է իրականացվող վերագառուցման եւ արդիականացման աշխատանքներում։ Նահանգապետը նշած է, որ գործընթացը ինչպես կսպասվի, արագ պիտի ավարտեն։ Ադրբեջանի արտաքին գործոստնախարար Ջեյհուն Բայրամով եւ Թուրքիո արտաքին գործոստնախարար Հական Ֆիդան հերախոսով զրուցած են։ Կողմերը միտքեր փոխանակած են հայ-ադրբեջանական հարաբերություններու ղեկավարման գործընթացին մերձավոր արևելքի մեջ ստեղծված իրավիճակին։ Քննարկած են համագործակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիո միջև երկկողմ համատեղ ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Սուրիո հարավ-արևմուտքին Իդլիբ նահանգի մեջ առնվազն դեղահանվածներու 14 ճամփար հեղեղված է, քանի մորդեված դեղադարապ անձրևներեն հետո։ Ինչպես կհաղորդե ՏԱՍ, այս մասին ասված է Արաբական Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ։ Վրանները ջուրի տակ անցած են, ջուրը քշած տարած է գրեթե ամեն ինչ, վտանգի տակ հայտնված է մոտ 500 ընտանիք։ Իշխանությունները գիրականացնեն դժվարներուն փրկելու գործողություն, օթևանը գործծուցած փախստականներուն դարհանած են, դեղափոխած են դպրոցներու մեջ։ Իդլիբ ուղարկված է քաղաքացիական պաշտպանության ջոկատներ եւ շարժական բժշկական կետեր հարևան նահանգներեն։